Մեր հաղորդման գործընկերն է Sarlis Hop ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Monsters Trading Academy-ն։ Ողջույն սիրելի հետևորդներ, մենք շատ բարձր տրամադրությամբ սկսում ենք մեր հերթական հաղորդումը, ունենք հյուր, որը ժամ 40 րոպե հեծես տեսախցիկի կողքը նստած է ու ասել ենք հանգար ձեռք չտաս տեսախցիկին, տենց խարապ չանես էլի մեր կադրը։ Ես առաջարկում եմ եւս մի 5-10 րոպե ձգենք, էլի չկանչենք իրան, ու այդ 5-10 րոպեն օգտագործենք ավելի հանրօգուտ գործով։ Քանի եթերը վարի չի գնացել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, մեր սիրելի հետևորդներ, ապրեք, որ ակտիվ եք, ապրեք, որ հետևում եք մեզ, բաժանորդագրվեք, որովհետև այդ մասին միշտ խոսում ենք, դիտումները շատ են, բայց բաժանորդագրվածներն էլ, որ այդ թվին մոտենան, շատ ավելի լավ կլինի, դա նպաստում է այս մեր նյութերի տարածմանը, դա նպաստում է ֆինանսական աջակցությունների հավաքագրմանը եւ դա էլ իր հերթին կնպաստի մեր հետագա նախագծեր իրականացնելու համար։ Գևորգ Այո, ես կրկին կապի մեջ եմ ասիկ մի քիչ պաուզա տուր, էլի միշտ մոռանում եմ այդ պիտի ուշ գա։ Միանգամից մտնում ահա, Սիրելի հետևորդներ, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք ունենք տարբերակներ ձեր ֆինանսական փոխանցումների համար։ Իհարկե բաժանորդագրվում ենք մեր Patreon-ին եւ երկու տարբերակ եւս ունենք։ Իդրամ հավելվածին կարող եք ձեր գումարային փոխանցումները կատարել եւ ունենք իհարկե բանկային հաշվի համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր բոլոր այն հետևորդներին, ովքեր որ գումարային փոխանցումներ են կատարել, մի խնդա լուրջ բաներից եմ խոսում։ Մենք կոմենտ կարդում ենք ձեր բոլոր մեկնաբանությունները, սիրելի հետևորդներ, անպայման բաժանորդագրվեք, անպայման լայքեք, անպայման կոմենտներ գրեք, մեկնաբանություններ գրեք, որ մեր նյութերը տարածվեն եւ ավելի շատ մենք աուդիտորիա կարողանանք գրավել։ Այդ մեկնաբանությունները, որ ասեցի, ես ուզում եմ հիշել, ես էլ եմ կարդում։ Ուզում եմ հիշել, այս մեր հյուրի համար ինչ կար գրած։ Ես չեմ հիշի։ Չկար ինչ։ Չկար գրած։ Դե եկեք հրավիրեք ու ինձ թվում է կսկսվի մեկնաբանությունները իր թեմայով։ Սկսենք էլի ինչից բան։ Արտյոմ դու կապի մեջ ես խնդրում։ Գիտես խի գրած չկար, որտեվ նա է գրում։ Ախսաղ դու ես այդ հասկանում եք։ Անդրանիկ Էթեմեզյան։ Նուրամ Անտոն։ Գույնինքը Անտոն, չէ, էսի ջղայնացած չեմ, ուղղակի դերով է, չէ, դերի։ Ապա դե մի տեսակ շատ երկարացրի, կարող անես դլի որ սաղիդ բռնեմ։ Բռնել չէ, եթե տենց է բռնել։ Իսկ թվում է քո դեպքում բռնել տալն է։ բռնել տալ։ Դե բռնել տամ, լավ։ Անջանը լմի ջղանացի ոնց ես։ Ջղայնացրիք, ժամուկ էսա նստած է։ Ալե գիտես Եղբայրջան, քանի տարեկան եք։ Չի կարելի, մեծ մարդ ենք։ նստած ենք։ 85 տարի սպասում եմ։ Մի ներվայնացրիք։ Անդ դու Աջան ոնց ես մտե բանակում, տես ներվով էլ մտար։ Ես հիշում եմ քո տեսանը, որ ֆազն էիր, չէ՞, տես։ Կերպարային ա եկել էլի։ Իսկ կաստինգը ոնց ա եղել, պատմի։ Կաստինգը как таковой չի եղել։ Կատակավոյը հայերեն ոնց։ Բայց եկեք բան անենք, մի հատ շղկանենք այդ պահը։ Շղկա անենք։ Կլի անելու։ Որպես այդպեսի կաստինգ չի եղել, ինձ զանգել են, առաջարկել են այդ դերի շատ համար։ ինքնավստահ։ Այո, բայց դեռ չգիտեի, որ պետքա խաղամ ֆազը, այո, սցենարը տվել են, կարդացել եմ ու հետո իդեպ ասեմ մոտավորապես պատկերացրեցի ազատներություն, սա պավիլիոն, ա պապական տուն չի էլի, մի քիչ կորեկտ նստի այդ զավականը։ Ապա հասկանանք, նա ես իմ սիրուն նստածը դու, հա, ուրեմն էդի բան չի, բան այդ զավականը։ Կոնուս անում։ Լրիվ մտելա կերպարի մեջ է, ծոպյան։ Անդ նախորդ հաղորդումը տեսել ես մեր։ Թե են անցածներ։ Հայկն էր հյուր Google-ի հետ։ Հայկը գիտես ինչ պատմեց, որ իրան մեղմ ասած խապել են, ասել են դու գալու ես քո կերպարանես կերպարա, որ պիտի գնաս մինասեն ծնգեր բան լնես, էլի։ Կարող է քեզ էլ են տես բան ասել, որ միանգամից համաձայնվել ես։ Որ ասեցիր չգիտեմ, որ պիտի ֆասն այ։ Դուզը։ Չէ, սենց ասեմ, ինձ ոչ մի բան չեն ասել։ Ոչինչ չեն ասել են վաղը 8-ին կլես հրապարակ։ Այո, ասել են վաղը 11-ին ժամը կլինես նկարահանման հրապարակում։ Դու էլ պունկտուալ մարդ էլ գնացի տեքստերը տվել են։ Ես էլ իդեպ ասեմ, որ մոտավորապես տեքստը կարդացի, հիշեցի, ես որ ծառայում էի Գորիսում 2003-ից 2005 թվականին,
ծառայել եմ Գորիսում։ Գորիսի ծառայությունից այսա պատմել մեր Հա, չէ, հեսա որ պատմեմ շատ երկար է տևում։ Չէ, դուք մեջը լավագույնները էլի։ լավ էր։ Հա, ուրեմն մեզ մոտ մի հատ տղա կար, բայց իրոք անունը չեմ հիշում, Ժողովուրդ ջան, իրոք անունը չեմ հիշում, բայց մականունը Տորթ էր։ Տորթ։ Այո, Տորթ։ Քաղցր է։ Ու ինքը հենց այդ է, ասենք քաղցր։ Քաղցր հետ կապ չունի։ Ընդհանրապես կապ չունի։ Բայց ինչի համար է տորթ։ Տորթ է։ Չգիտեմ, ածականա տորթ էր, բայց ասենք մենք այսօր կբացահայտենք։ Այո, հեսա կբացահայտենք, չկար տենց կերպար, էլի, սենց ասեմ։ Ու ես այդ կերպարը վերցրեցի, մարմնավորեցի գործ տվողի։ Չկար տենց գործ, ես չգիտեմ, աշխարհի երեսին տենց գործ տվող չկար։ Տորթասի իշա, տորթատն էլ էր մեր դուրը։ Տորթատը Ակոմ մտքում այսինքն եղել է ինչ-որ մի մարդ, որին դու Հա, մի անգամից ես մարմնավորեցի իր կերպարը, տորթի կերպարը ու մտա։ Օ իմիջայլոց Անդրուշը մարմնավորումը շատ մի տեսակ հետարքիր կերպարներ, ասենք տորթի, հարթուկի, լվացքի մեքենայի, հոշեկուլի, չգիտեմ, հա, ես լվացքի մեքենայի ուսանողական տարիներին քնությանը ինչ է իր խաղացել, որ մնացել էր։ Սատանա։ Չէ, այդպես բաներ մի ասա, Փոքրիկ սատանա, ուջուր, sense կարամ ցույց տամ։ Այդ ես հիշում եմ, ես տեսել եմ։ Մենք ստեղ բլից հարցաշարեր ունենք մեր հետևորդների կողմից անձամբ քո համար, Անդրանիկ ջան, ինչ է քո համար երջանկությունը։ Ինձ համար երջանիկ մարդը նա է, ով զբաղվում է իր սիրած գործով։ Ասացո։ Դու ինչ հարց կտաս Էմիլ։ Ես։ Հա։ Հələ ես մտածեմ դու Ես մեր հետևորդներից մի հատ հարց եմ ուզում տամ, ամեն դեպքում ջուր թե անտիֆրիզ։ Ինձ թվում է անտիֆրիզ։ Բայց դες բան են գրել։ Հա, բայց չի նա։ Դեպի պրոստը։ Նոր ենք ասում, որ բոլոր հետևորդները բացել են գրել։ Այո, որովհետև ջուրը Հեսա պատմելու է շատ որտեղ կլինիկը սարի ջուրը խմում ենք բան չի ասում, իսկ անտիֆրիզը ասում է։ Լավ, իսկ եթե ավելի լուրջ անտ, դե կերպարը տնենց էր, որ բան էր, էլի, գործ տվող էր, էլի, բան էր, հա, շատ։ Կերպարը տանունին համապատասխան էր։ Դրսում ինչ արձագանքներ էր ստանում, ինչ էին ասում ու մինչև հիմա վստահ եմ ինչ են ասում։ Որտեվ երևի թե էլի դուրսը տեսնելուց իմ կարծիքով այդ կերպարի հետ են ասոցիացնում, ակոն տենց են ճանաչում, ուրիշ ձև չեն ճանաչում, ոնց ես պատկերացնում։ Ճիշտ եմ պատկերացնում։ Իհարկե ճիշտ ես պատկերացնում, Գևորգ ջան։ Այդ շատ լավ է, բայց սենց ասեմ, իրոք ինչ ասենք շատ կերպարներ են մարմնավորել սերիալներում, ֆիլմերում, բայց իրոք էլի ես միշտ բացասական կերպար սիրել եմ խաղալ։ Իրոք, Անտոնն էլ նես չի որ դրական կերպար է։ Չէ, կոնկրետ բացասական կերպար։ Հա, կոնկրետ բացասական կերպարը։ Նայ, դու բացասական կերպար ես խաղացել, կոնկրետ գործտվողի կերպար էի խաղում։ Ինչ արձագանքներ էր դուրսը, ոնց էին վերաբերվում մարդիկ, ինչ էին խոսում, ինչ էին ասում։ Արտուրի հետ ունեցել ենք ես Հակոբյան խաղացող մեր Արտուրի հետ, այս խոսակցությունը ունեցել ենք, որ դե ինքն էլ չէ գործ տալու բան, տենց բան կար ու դուրսը խնդիրներ ունենում։ Դու այդ խնդիրները ունեցել ես, չես ունեցել, մարդիկ ոնց են վերաբերել, ոնց են վերաբերում հիմա։ Սենց ասեմ, ընդհանրապես լավ են վերաբերվում։ Չեմ հավատում։ Ինչին են լավ վերաբերվում։ Կանչ սուր, լավ են վերաբերվում են։ Ահա։ Դե ես կարծում եմ գիտակից մարդիկ հասկանում են, որ սա կերպար է, սա դեր է։ Բայց կային մարդիկ, որ սենց շատ էին, սենց բան արել, սենց վերցրել։ Կինոշնի են, էլի ընդունում։ Հա։ Դեպքեր ա եղել, նույնիսկ ասենք ընկերս խնդիր ուներ, կանչել էին իրան ոստիկանություն, հետո ինձ էին զանգահարել, կանչել։ Զանգել էին, ասել էին ժամը 2-ին եղիր SX այստեղ է, չեմ ուզում։ Դժվար նրանք եշել, բայց ասին, որ մտնեք ներս, պարոն Էթեմեզյան Անդրանիկ, այս տիպի էլի, հարգանքով դիմում են, հա, ես էլ հարգանքով սկզբից տենց է մտնում ես, հետո հագնում ես։ Ու գնացի մտա ընդունարանի մոտ, ասեցի զանգահարեմ։ Հենց ինձ տեսան, ում զանգահարեմ։ Զանգահարեմ քննիչին, որ զանգել էր։ Սիմացա վերևներից։ Մոտեցա, հասա ընդունարան, ասի մի հատ զանգ եմ, մեկ էլ ինձ տեսան, սենց արին։
ուր ես գնում, ասի սպասեք մի հատ զանգահար եմ, էլի։ Ում է զանգարել, ասի դե կանչել են, չգիտեմ որ սենյակի, ես չգիտեմ, տեղյակ չեմ, պետքա զանգարեմ, որ թույլատրեն, էլի, այսպես նայեց, ասես պես դեմքը ծանոթ է։ Դու կարող ես դերասան ես, ասի հա, բանակումի, ասի հա, Անտոնն ես, ասի հա, բարձրացի։ Դու մերոնցից ես։ Մի անգամից, ասին դու խնդիր չունես, բարձրացի։ Ջան, հարց չկա, պետք չի զանգել։ Ես ուրիշ բան էի սպասում, գիտես, ֆինալը։ Ինչ օրինակ ես պատկերացնում եմ որ նմանատիպ մի բան ա։ Հետո մի անգամ էլ մի հատ դեպք եղավ շատ ծիծաղալի։ Լավ է սկսել։ Ուրեմն որ բանակում սկզբից ես մտա ոչ թե որպես Անտոն, չէ։ Չէ, դու ինչ գրուպի ես ասում։ 3-4 սերիան խաղացել եմ որպես ֆազնագալի։ Բայց նույնը չէ։ Նու, հա, նույնն էր, բայց ֆազն ա եկել, ֆազն։ Մի օր մտնում եմ մի խանութ, ասի, բան առնեմ, դե չեմ ասում կոնկրետ ինչ առնեմ, բայց առնում եմ, առևտուր եմ անում, եկե մի առաքիչ եկավ։ Շատ թաքնված տիպն է։ Յաչեկեկով ձու էր սենց ձերքը։ Ձույից ինչ կոնտրաբանդա չի նորմալ։ Այդ տղան դուրս է յարել։ Հետո սենց ասի առնեմ մի բան, սենց ուժեղ ուզում եմ գումարը տամ, եկել էսի սենց վրես է նայում։ Ծառիթա որ բոյովացավ ավելի, դե բոյովել էր, բայց ավելի բոյովացավ։ Ջոկ ես կիներ, հա։ Չէ, տղա։ Տղա է, հա։ Մեկ էս նայեց, սենց արեց։ Արա կայց։ Կայց կա։ Հա, կայց։ Հենց էդ էր խնդալ, ժողովուրդ, ես ֆազն էի։ Այդ 3-4 սերիա, ես ֆազն եմ եղել։ Հա, բախեր ես ֆազն եմ։ Մի խինդ, մի ուրախություն, ժողովուրդ ջան, շատ տենց դեպքեր եղել, մի բան էլ պատմեմ, մի անգամ նստում եմ տրանսպորտ։ Արդեն մեջն ես։ Արդեն մեջն եմ, հա։ Տրանսպորտի բանը կենաս, կարող եմ նաև ասել որ համարը։ Որ համարը։ 97։ Ես գիտես դու Երևանի բոլոր տրանսպորտների համարները գիտես, մարշրուտները։ Գրեթե 80%-ը։ 80% ասի, 80-ը Այն ժամանակ 100-ով էի օգտվում, հիմա 80 համարը որ Իսկ կարող է տրանսպորտի վարչություն գործելնի։ Չարենցավան։ Ուսոր 80 համարը Չարենցավան։ Մի օր էլ շատ հետաքրքիր մազալու մի պատմություն տեղի ունեցավ։ Վրա սկսի։ Նստել եմ տրանսպորտ, իջնում եմ, ընկերոջս հետ զանգվեցինք, պայմանավորվեցինք Սայատնովա Տերյան, այդ խաչմերուկի, այդտեղ պետք է իջնի։ Հրաշալի։ Ուրեմն, մի քիչ խցանում էր։ Թու արա։ Ընկերը զանգեց, բա որտեղ ես, ասես հա հասնում եմ։ Հեսա իջնում եմ։ Կողքս երկուքին են նստած։ Անդադ նայում են, ին վրա, պատոհանին, բայց չեն հասկանում ով եմ ինչ։ Այս տիպի։ Այս ընկերս էլ իմ կոմպլեկցիայի մարդ։ Ասենք չեմ ասում իմ քթից, իմ մազերը կյաշ կամ չէ, դա ինչ չէր, էլի։ Բայց իմ ստիլի, էլի։ Դες նայում են ինձ, բայց չեն բանում։ Մեկ էլ հասանք արդեն որ պետքա թեքվենք, ընկերս արդեն սպասում է ինձ դուրսը։ Այս երկու կանայք սենց ֆռացին, նայեցին ընկերոջս, մեկ է սենց արին։ Հələ նայ ասին բանակումի մեջի Անտոնն է։ Անկերոջն է։ Հա, այսինքն ինձ անընդհատ սենց ֆռացեն նայել են ինձ վրա, մի պա դուրս, մի պա ինձ, բայց ինձ չճանաչեցին, ընկերս ինձ դուրսը սպասում, ասին նայեք բանակումի Անտոնն է։ Լավ ես բրծել, լավ ես բրծել։ Դու լսել ես այն երգը։ Ես ոչ Անտոնն եմ, ոչ։ Այդ երկու փողում ես էլի։ ասում եմ լավ ես բրծել։ Երկու բան էլ դուք ձեզանից պատմեք։ Երկու բանը ոնց պատմենք, մենք էլ ենք ոնց։ Ինչ եք անում։ Մենք լավ ենք, այստեղ տես հավաքվում ենք, սենց մեր ընկերներին ենք։ Մեկ նարդիա բլոտա, բայց ես ձեզ ինչ ընկեր։ Հենց այդ բանն է, էլի, որ ասած մասենք մեր հետևորդների չխնդրանքով։ Կարոպե թափելու է, գիտես, այն մեռավ կոնուս անելով։ Կոնուսա ես ճիշտն ասած ուզում եմ սովորեմ կոնուս անել, բայց ավտոմատ եմ ուզում առնել։ Շատ լավ, հրաշալի մտքեր։ Դու չես կարա, ասեմ ինչի է։ Ավտոմատի դեպքում մենակ ես մի ոտնես օգտագործում։ Այսինքն աչը, չէ՞։ Հա, բայց չէ, ես երկու դու արդեն այն որ քո մոտ կա կոնուսը, դու մինիմում զիլ 130 բայց ես քեզ խնդրեմ դու ինձ սովորացնես։ Մեքենակ գիտեմ դու լավ ես քշում։ Ես քեզ կարող սովորացնեմ 2 կալոսով խաչմերուկը ոնց մտնես, սենց։
Կայծ աղբեր։ Մի լսի բան ենք ասում, ուրեմն շատ կարևոր հարց, մենք շեղվեցինք էլի թեմայից։ Նկարահանումների ժամանակ ինչ դեպքեր ես հիշում, ասենք թեկուզ 4-րդ վաշտի հետ կապված, դու ավելի շատ 4-րդ վաշտի հետ, չէ՞, կապ ունեիր, քան թե մեր։ Հա դու 4-րդ վաշտի։ Ես բոլորը հետ Չէ, 4-րդ վաշտից չէ։ Ես բոլորը հետ կապ ունեի։ Հակոբյանը մեր, 4-րդ վաշտի Արտուրից հետո աչքի լույսն էլ Անտոնն էր։ Հետո Հիմա Զուգահեռ է։ Ինչ է դարձի բանել ես հիշում, որ զորամասում եղել կատարվել կամ որ դուս ենք գնացել, դուք չնայած չէիք գալի, չէ՞, պոլիգոններ բան 4-րդ վաշտի այդքան շատ չէր գնում։ Չէ, քիչ են եղել պոլիգոններ։ Չէ, ես արտոնություն ունեի, ես չէի գալի պոլիգոն։ Որովհետև եթե Հա, տենց ես բռնցրել։ Հա, այո, իհարկե, ես արտոնություն ունեի։ Բայց ո՞ր վերևներից։ Օ, Դե ով խելոք չէր պահում իրան։ Հա։ Անդ մի քանի մի քանի հարցեր կա մեր հետևորդներից դե շատ են հարցերը, բայց մի քանիսը առանձնացրել ենք։ Այո։ Ձեր թույլտվությամբ իհարկե։ Իհարկե։ Ինչքանով եք նման ձեր կերպարին։ Ճիշտն ասած բացարձակ նման չեմ, բայց միշտ սիրել եմ խաղալ իմ ոնց ասեմ հակառակ ճիշտ ասած բացարձակ նման չէ, մեկը գիտի երկար դե բուրացինոյի նման չէ։ Էմիլի դեմքի արտահայտությունից երևում որ ինքը համամիտ չի, Անդրանիկ հետ ինքը նման չի իրական։ Նույնիսկ մի բան էլ ասեմ, իմ ընկերները ում հետ որ ծառայել եմ, զանգահարել են ֆիլմը դիտելուց հետո, չէ, յանք չեն տվել։ Ընդհակառակ ասել են, «Ո՞ն ջան, բայց դու ուրիշ ձև էիր, էլի, հիմա ինչ դարա»։ Հետ եմ ասում, յան են Դե ասի տղեկ, դե ասի սա ֆիլմ է։ Ասին դե մենք գիտենք ուղղակի կատակով էլի։ Ուրիշ ծա։ Ուրիշ հարց։ Նշեք ձեր կերպարի մեկ առավելություն եւ մեկ թերություն։ Օ։ Թերությունները կարող ես չասես։ Թերությունները գիտեն բոլորը։ Թերություններս հետևնել է։ Գիտեք առավելությունը։ Արեք գտնել։ Ասենց ասեմ, իրոք էլի ամեն սյոմքից առաջ, իրոք այս կերպարը այնքան էր դուրս եկել, որպես բացասական, բայց ֆիլմում էլ, չէ, ներկայացումում էլ պետք է էլի հակապատկեր լինի, վատ կերպար էլ լինի, որ կոնտրաստ լինի այդ ամեն ինչի մեջ։ Ինչ շատ էր դուր գալիս, որ ես բացասական կերպար եմ, որ հարստացնում եմ ֆիլմը, որ շատ հետաքրքիր է դառնում ու նույնիսկ առավելությունը, ասենց ասեմ, ամեն նկարվելուց առաջ լուրջ եմ ասում իմ կերպարի վրա ես տժում էի։ Միկրոֆոնով փակում ես քո տեքստը։ Հա, օքեյ։ Ամեն մի լուրջ եմ ասում, մեռնում էի։ Սենց ասեմ, ամեն նկարանումից առաջ ասում եմ, որ էս էլի Անտոնն է։ Իսկ դժվար բան, իսկ այդ դժվարությունը, օրինակ Արթուրը որ պատմում է, Հակոբյանի կերպարը ստանալու համար հասկանում եք, դե մենք էլ ենք տեսել, քոնել ենք տեսել, բարձր, բայց Արթուրը դե այդ մասին խոսում էր, էլի, որ իսկականից դժվար էր, էլի, դժվար է այդ ամեն ինչը անելը։ Քո համար ո՞նց է ստացվել դա։ Ո՞նց է եղել։ Ճիշտը որ ասեմ, Արտյոմ ջան, շատ է։ Էքսպրոմտում։ Էքսպրոմտում։ Ես կարելի է գրել։ Այո, էքսպրոմտը օղի չէ՞։ Էքսպրոմտը։ Էքսպրոմտ։ Չէ, լուրջ, ասենք ես այդ Անդրուշ բանը ձենը ով էր, դու եք մտածել այդ։ Ձենը ես էի մտածել, այո։ Դες պատկերացրել ես, որ ինքը այդ դրա համար եմ ասում, էքսպրոմտում ես եկա съёмочный площадка, մի անգամից ասի հոп ու գնալ։ Ապետե բան ուտես գնաց։ Ասենք, ապե բան ու զգացի որ բայց կոկորտը չէր ցավում նկարումներից հետո։ Բայց չէ, դնել չի մեկ կյանքում էլ է տենց ապե ես բանը որ ներվայնական բարձր է խոսում այդ ձենն է դա։ Իդեպ ասեմ։ Իդեպ ասա։ Ընկերս Արման Նավասարդյանը գաղտնիք բացեմ էլի, սենց ասեմ։ Բաց։ Մեկ որ բաներ անում, իմ տնազը անում էր, ինչ որ ես եթե միտեղ ինչ որ սենց ալարում էի գայ կամ ինչ կամ բան, ասում էր, ապա դե չեմ գալի բան, ման ես միտեղ այդ իր տնազը վերցրեցի, բայց մի քիչ ավելի գրոտեսկ սարքեցի ու դարձրեցի Անտոնը։ Ամեն տեղից մի բան վերցրի արել։ Այո, դե դա աշխատել է իր կերպարի վրա։ Բա դերասանի գործը ինչու՞մ է կայանում։ Տնազն ու գրոտեսկը է, չէ՞։ Որ պետքա, չէ, ժողովուրդը պետքա տեսնես շուրջը։ Արմանն էլ ֆարսի պես տնազան։ Չգիտի, բայց դերասանը ինչա, չէ՞ որ պետքա մեկին տեսնես կամ ինչ որ
տրանսֆորմացիա լինես, ասենց ասեմ։ Պարոն Էթեմեջյան, Այս հաղորդումը դրա մասին չէ։ Կերպարները, տրանսֆորմացիա, Տրանսֆորմացիա լինես, իհարկե, բա ասենք լավ, չխորանանք։ տրանսֆորմատորը գիտես ինչ է։ պարոն Էթեմեջյան, եթե հնարավորություն ունենայիք փոխել ձեր կերպարի ճակատագիրը, ինչպես կձևափոխեիք այն։ Ինչպես կձևափոխեի։ Հա։ Հիմա որ ասեմ 10 վայրկյան, Yaxşı դառնայ չէ։ Եվ ճիշտ պատասխանը չէ։ Չեմ կարծում որ պետքա ձևափոխել։ Եվ ճիշտ պատասխանն է, Եվ ճիշտ չեմ պատասխանն է, որ պետք է ձևափոխել։ եւ ճիշտ պատասխանը։ Պատասխան ինքը իր համահոտը ունի, էլի, չգիտեմ, ինձ թվում է պետք չի։ Այստեղ հարց կա, բայց չգիտեմ, քեզ վերաբերում է, թե չէ, ամեն դեպքում պետք է տամ, որովհետև ես էլ չեմ հիշում, էլի, դրա պատասխանը ես էլ լավ չգիտեմ։ Լարիսա Գևորգյանն է այդ հարցը տալիս, ասում է։ Վայ Լարիսն է։ Հա, ասում է պատմեք ինչպես է նկարահանվել պատերազմական դրվագները։ Ես ուզում եմ հիշեմ։ Անդուշ եղել է այդ տեսարաններում։ Դու եղել ես ան։ Բայց ոնց կարա լինի։ Ես իմ համար շտաբում նստած, Ես եմ կապտյորքում նստած, Գերում էի։ գնացեք չվեք նկարվեք։ Պիսերներ էլի։ Պիսերը գերում։ Երկու հատ հարց կա, բայց մի հատ է տամ։ Փոքր է երևի։ Եղել է դեպք, երբ զորամասի սպաները ձեզ շփոթեին իրական զինվորների հետ։ Օ, Աստված ջանի։ Չէ ուզենա։ Բայց Կոնկրետ իմ կերպարը եթե շփոթեի, տենց մի քիչ լավ չէ։ Ասեն արի էլ մի հատ դիվիժենի կա։ Օ, չէ, ուզենա։ Լավ չէ լինի որն է, նա քաշում են առանձինը, հասկանում եք չի մասնա խոսքը։ Հա, չէ, իրոք չի ուզենա։ Չէ, բոլորն էլ ով տեսնում Ժաննա են։ դարքին ոնց այրեցին։ Գործ տալու համար, հա։ Դե բա եղբայր Չէ, ջան։ ես չեմ ուզում այրվել։ Բա տականալու համար չի ասում։ Գործ տալու համար։ Չէ, իրոք ով դրսում տեսել, հա, Արծում ջան։ Անդրանիկ ջան, ուրեմն գիտես ինչ եմ ուզում հարցնեմ, Հակոբյանը դե կանի որ խարակտերնի ոնց որ կերպարները ձեր նմանացվեց իրար, բայց այնտեղ տեսաներ կար, որ ինքը չէ թե սովորացնում է ինչ որ բաներ ասում։ Այդ ջիղը մեջը տասնացնում է։ Սենսեյ նաստավնիկ։ Ապրես, հիմա էդի քեզ ներշնչեց, հա, էդի ոնց որ քեզ տարավ դեպի այդ կերպար, թե ասենք դու տենց էիր պատկերացնում քո կերպարը ի սկզբանե։ Դեպի գործ տալը էլի նկատի։ Ես ի սկզբանե տենց էի եկել։ Հա, Որպես տենց տրամադրությամբ է։ Այո, մարտական տես տրամադրված եկել էի գործ տալու համար իմ կերպարը։ Բայց ասա որ Հակոբյանի կերպարը օգնեց։ Սոտեկի Իհարկե օգնեց։ Իդեպ ասեմ, իմ կերպարը բացահայտ ասում էր, ես սենց կանեմ, եթե չասեք գնալու եմ հենց հիմա գործ տամ։ Հա։ Հակոբյանինը տակից էր անում։ Այն ի տարբերություն Հակոբյանի ինքը ասում էր, Ես ուղիղ մարդ էր, էլի, ազնիվ մարդ։ Այո, Անտոնը ուղիղ ասում էր, որ եթե սա դուք չդնեք այստեղ, ես ասելու եմ։ Բայց Հակոբյանը տակից էր անում ավելի վտանգավոր կերպարը։ Կարևոր էլի, այսքան ասում խոսում ենք հավեսով, բայց մի հատ հարց տամ։ Կրիպտոյի մասին օրինակ դու ինչ գիտես։ Վալյուտայի։ Այո, կրիպտո արժույթի։ Օրինակ Monsters Trading Ակադեմիան շատ տրեյդինգի մեջ մասնագիտացված ակադեմիա է, որտեղ սովորացնում են տրեյդինգի մասին գրեթե ամեն ինչ։ Շատ բարի, ես տեղյակ չեմ, բայց կտեղեկանամ այդ ամենը։ Հիմա մենք էս տեղեկացնում ենք դրա մասին, որ շատ կարևոր է, այսինքն գիտես ինչա, ներդրումներ ես անում ու пассив եկամուտներ ես ստանում։ Ասենք, գիտես այդ ինչ անշանակում, ասենք ֆինանսական շուկաներում ներդրումներ ես անում կրիպտոարժույթային ու դրանց գների տատանումներից ստանում ես քո շահույթը, բայց շատ կարևոր է, որ այս դպրոցում քեզ շատ գրագետ եւ ճիշտ են մատուցում այդ ամեն ինչը, որպեսզի ճիշտ կարողանաս ներդրում անես, հասկացա՞ր։ Այն որ ստեղից ընդեղից պետք է սովորես, այստեղ կոնկրետ Այո, սովորեցնում են։ ու բացի դրանից, կներես, դա էլ ասեմ, այնտեղ սովորեցնում են ոչ միայն trading, այլ նաև սովորացնում են SMM, սովորացնում են blogging եւ նաև սովորացնում են ինչ Արհեստական բանականության հետ շփում, բայց մի բան եմ մոռացան, real making, ապրես, Ջան։ Օրինակ դու գիտես AI-ի հետ շփվել։ Այո, արհեստական բանականություն։ Հա։ Այդտեղ սովորացնում են ճիշտ եւ գրագետ շփվել եւ համագործակցել արհեստական բանականության հետ, հասկացար։ Հիմա ուզում ես սովորես, թե չէ։ Պայմանավորվեցինք։
Այսինքն եթե ուզում եք ներդրում անեք, կարող եք անել ձեր նոր մասնագիտության մեջ։ Փորձենք։ Փորձել է պետք։ Մնում է սովորենք, Սովորել։ դուք սովորեցնեք։ Էմիլը ուզում է։ Մենք չէ, բայց Monsters Training Academy-ն ունի դրա համար լրիվ լիարժեք պայմանները եւ լավագույն մասնագետները այս ամեն ինչի համար։ Իդեպ մեր հետևորդների համար ասեմ, որ դուք ունեք առավելություն սիրելի հետևորդներ, եթե դուք գրանցվեք դասընթացներին եւ այնտեղ կասեք, որ մեր հաղորդման միջոցով եք ծանոթացել Monsters Training Academy-ի դասընթացներին, դուք ունեք հավելյալ 70,000 դրամի զեղչ ամբողջ փաթեթի համար։ Բա դուք էլ կարաք տենց անեք։ Չէ, Իրանը ավելի մեծ զեղչ չէ, որովհետեւ մեր գործընկերը իր համար ավելի մեծ 200,000 դրամանոց զեղչ քո համար անջան իսկականից այ օրինակ Էմիլը հավեսի է անգեմ ու մեզ էլ հավեսի գցում որ մենք գնանք սովորել տեսնում ես ամեն ինչ անում ենք որ գնաս սովորես արա դե սովորի էլի Դե պետք է սովորեմ էլի։ Ինչ մարդու չկա Հետո բայց Էմիլը դասերը ստուգելու է, ասում է սովորեք, որ ես Իմիջիայլը եթե կուզես կարաս գաս իրար հետ գնանք որտեվ ես էլ եմ պայմանավորվել գնալու եմ դասընթացներ Երբ Այդ երբը պայմանավորվենք կասա իրար հետ գնանք։ Դե կասեմ հիմա դեռ բանը մեծ սիրով։ Այն մարդիկ նայում են մեզ սպասում են դու ընկել ես ժամի հետևից։ Նես որ գնաս կսովորես հետո Էմիլը ստուգելու է, բայց ամենը չէ Monsters Training Academy-ի կողմից այս թերմոսը նույնպես քեզ ընկեր ջան։ Շատ շնորհակալ եմ։ Անդո օղի կարաս լցնես մեջը։ Չէ, օղի չէ, բայց նանայով չայ կարելի է։ Ինչ-որ լցնել որ պահի էլի։ Իստում ապրեք, շատ քեզ էլ հետաքրքիր շնորհակալ եմ։ կլինի, մեզ էլ հետաքրքիր կլինի մեր հետևորդներին էլ, մեր հետևորդներից այնտեղ պատմություն են գրել, որ կուզեի արծում։ Հա, ես էլ եմ նայում մեր հետևորդները այդ մեկնաբանություններում հետաքրքիր պատմություններ են գրել, որոնք հենց իրանց հետ են եղել կամ իրանք ներկա են եղել այդ ամեն ինչ տեսել են ու պատկերացեք այդ ամեն ինչը մեր համար էլ է նորություն ու ես ընդհանրապես կառաջարկեմ մեր հետևորդներին եթե ինչ-որ բան գիտեք մեր հետ կապված եթե դուք կամ կողքից եք ես գիտեմ որ այդպես դեպքեր շատ են եղել գրեք մեկնաբանություններում մենք անպայման կկարդանք եթերում այս երկու հատ կա առանձնացած ուզում եմ կարդալ մեկը մեր Փիրումի հետ է կապված մի հատ ծափուտիկ գանցեմ մեր Փիրումին Անահիտ Պետրոսյանն է գրել սիրելի տղաներ ջան ուզում եմ մի դրվագ պատմել Փիրումյանից Արզենի ձորում գնացել էինք տղայից տարեդարձը նշելու մեկ էլ մեր երեխաները ձորում տեսան Փիրումյանին ու ուրախացած սկսեցին գոռալ Փիրումյան մի քանի անգամ գոռալուց հետո մեր Փիրումյանը մի քանի քայլ առաջ եկավ ու բարձր գոռաց խա մգա ես եմ ինչ է եղել Մարտունա բարբարով Մի պահ երեխաները քարացան ու փախան մենք էլ սկսեցինք ծափարել նրան Փիրումյանը սկսեց ժպտալ ապրի այդ մեր երեխաները ապրի մեր Փիրումը երկրորդ պատմությունը Ջամշի հետ է եղել Այդ մի կարդա Չէ, բայց լավն Չէ, լավն է է Նարեկ Իսկանդարյանն է գրել ուրեմն Ջամշս այտենց է գրում Ջամշս Գիշերով գալիս է որ ավտոն ստայանք է թողնի դարպասների մոտ սիգնալ է տալի պահակը պատի մյուս կողմից գոռում է ով է Ջամշն ասում է եկել եմ ավտոն ստայանք է թողեմ պահակն ասում է տեղ չկա այստեղ անծանոթ ավտո չեն թողնում կանգնեցնենք մենակ աշխատակիցների ավտոներն են Ջամշը ասում է անծանոթ չի ավտոս մի տեղ կանգնեցրու շեֆերին կասես Ջամշի ավտոն է Պահակը ասում է ում ավտոն դե Ջամշի էլի պատի էս կողմից Ջամշյանի կասես Ջամշյանի ավտոն է Պահակն ասում է տո ուզում եմ Մինասի ավտոն լինի որ ասում եմ տեղ չկա ու չկա էլի բայց չգիտեմ ոնց վերջը դարպասը բացում են Ջամշի ավտոն կանգնեցնում են Շատ ապրեք լավ Բայց հաստատ Անտոնի ավտոն որ լիներ միանգամից կբացեին որտեղ կվախենային Իհարկե Նայա Ապե Անտոնն է հաստատ բացում Բայց չէ միանգամից Մարդկարկը բացել մարդկարկը վառել Որսորդական հրացակը որ մարտերկա որսորդական հրացան տո գնա Ովա ատո տոգը Անդել ինչ պատմություններ Բայց ես դրվագը պատկերացնում եմ էլ այդ վառոտ հետևից օ Ջամշի ինչ այլ ուզում եմ Մինասն լինի ասում որ տեղ չկա Լավն է խնդալու է Բայց ամենահետաքրքիրը այն է որ իրոք էլի ես շնորհակալ եմ այս սերիալից բանակումի որ այսպիսի ընկերներ եմ ձեռք բերել մենակ դուք չէ
եւ եւս մի 15 մի 4-ը վաշտ։ Այո։ Գնացներն էլ ես Մինչև հիմա ընկերություն ենք անում ու շատ շնորհակալ եմ այդ սերիալին, կազմակերպիչներին, սցենարիստին, Շնորհակալություն կազմակերպիչներին։ Այո, ես միշտ ասելու եմ ու կասեմ, որ ես շնորհակալ եմ, որ ես նկարվել եմ այդ սերիալում, որ այսպիսի լավ ընկերներ ունեմ, որ այնպես որ 1000-ից մեկ ենք իրար տեսնում։ Հասկացանք, մենք էլ ենք շնորհակալ։ Մենք որ սովորել ես որ ավարտում էի անդուշը առաջի կուրսեր այդ ժամանակ ոնց որ ես ավակ Դեմել Մարադոյ։ Ես մա դեպք եմ հիշում որ կարծեմ տենց էր որ ոտը դրել էր պատին կանգնել եմ որ հենվում են ոտը պատին դրած Լավ, ես հիշեցի Գասպարյան Հրաչյայի պատմությունը։ Եք ոնց էր ասել էր եկել էր ասել էր ոտը տխես դրել այդտեղ պատին, չէ։ Չէ, ուրեմն ոնց որ նայ սկսա։ Ես ոգևորված, Երկար չպատմես, դու ինձ ասա։ ոգևորված, Ինչից ոգևորված։ բան եմ պատմում տղերքին, էլի, իմ ուսանող ընկերներին, սենց, բայց չեմ էլ նկատել, էլի, ոդկա սենց դրել էի պատին։ Հա, բայց չէի նկատել, լուրջ եմ ասում, եկեք Գասպարյան Հրաչիկը բարձրացավ պրոյեկտորներ, այո։ Մեկ է տեսավ, ասեց, մյուս անգամ չտեսնեմ, արյա, բան ու գնաց։ Տես չի եղել այդ։ Մի վարքյան։ Կզանգեմ արմանը։ Մեծ վարկաթող Հետո երկարացնում է պատմությունը։ մի քանի օր անցնում է, Էլի ոտը տես դրած տեսնում է։ Էլի նույն տղեկը, նույն պատմությունը։ զգուշացումից հետո ու սենց ասեմ, մոռացել էի, էլի սենց տրվել էին պատմություններն էի պատմում սենց այդ տարեթի նույն ձևի, նույն ոտը նույն դրած, ձևի, հա, նույն տղեկը ոտը դրած, հա, մեր հարգարժան Պրոյեկտորը էլի Գասպարյան եկավ։ Հրաչյան, հա, բարձրացավ, սենց տակից, սենց բարձրացավ, սենց տեսավ, էլ զեն չհանեց, էլ բան չասեց։ Ոտոս վերցրեց, ասենց մի հատ, այդ պատով էլի։ Անդրուշին ցած վեր։ Չէ, Անդրուշին տես չի վերցրել։ Չէ, այդ դրանից հետո մի հատ լեգենդներ ա սկսել ֆրալ։ Դեսու չեն ասում հիմա ինչ որ Չէ, ասում։ ոտս ա վերցրել ուղղակի։ Բայց ես սպասում եմ որ դե ասեր մյուս օրը նորից կանգնած է երրորդ օրն է։ Դե արդեն երրորդ օրը որ լիներ, երրորդ օրը որ լիներ, արդեն ինձ ամբողջովին կվերցներ։ Բայց այս երկրորդ օրը մենակ ոդկս է։ Արա սարքելա գրատարտակի սպունգ էլի։ Ոչ, հաջբոբն ա եղել։ Ասես մյուս անգամ անես։ Բայց ճիշտ եմ հիշում, այդ Ճիշտ ես եղած հիշում, պատմությունը։ Մեր հաղորդման գործընկերն է Սարլի Սոփ ընկերությունը։ Այս բոլորը ինչ որ տեսնում եք, օճառներ են։ Օրինակ կպատկերացնեիք, որ սա օճառ է։ Տեսեք ինչ եմ առաջարկում։ Օրինակ այս թխվածքով կարող եք պրանկ անել։ Պրանկը հայերեն ոնց էր։ Հա, օին խաղալ։ Հյուրասիրեք ձեր ընկերոջը իբրև թխվածք ու տեսեք ինչ կանի։ Եթե անգամ կծի, մի անհանգստացեք։ Հումքը բնական է։ Անջան, մեր գործընկերոջ կողմից մի հատ լավ սիրուն նվեր ունես։ Այս անգամ փորձում եմ հասնեմ, էլի։ Այ, Էմո դոկնի մեծ մարդ է, էլի Կապել ես։ Այ դե ուժեղ հաղորդում ապել։ Ես չէի ուզում գա, Բա չի ուզում գա։ Գևորգ ջան։ Այդ ինչ է։ բրդել ասի բացացրել։ Կծեցի մատը։ Էմո մեծ մարդ է, լավ օգնի։ Արա չեմ կարը։ Բեր։ Պոպոկ բնդուկ մանդարին։ Այ հիմա մի հատ փորձ է ախպերը։ Կամ մարինայից կամ չիրայից, Շատ լավ։ ջոգի։ Այս ֆստիխները, այս նրանք էլ մերրովա։ Այ ոնց որ այ Փորձի ախպեր։ այս հա Ոնցն է։ դուխի օճառ է։ Ապա շատ համով է, լույս եմ ասում։ Բայ դա։ Սապոն կերած կա։ Մենք չէ, բայց դու հա։ Եթերում։ Բախտը բերեց, որ սա բնական հումքից պատրաստված օճառ է, այսինքն ոչ կթունավորվես, ոչ էլ մի բան։ Ասածս ինչ է, այն կեսն էլ ծամի պրծին է։ Կուրտու պրծին։ Հետուրան։ Այդ կացածը դուկեր մինչև։ Դուքեր, մենք պոպոկից կօգտվենք։ Օճառ է։ Այո։ Դրանիկ։ Օճառ է մեր գործընկերոջ կողմից քեզ նվեր Սարլի Սոփ ընկերության կողմից։ Գերջան ապրես։ Շնորհակալ ենք։ Ապրես որ եկար, մեզ այսքան Սարլի։ ուրախացրեցիր, պետք է որ կծեցիր, այնց
Ծիծաղեցի, որ արդեն մի քիչ հուզվում եմ, բայց զարմանալի էր, փաստորեն դու մեր հաղորդումները չես նայել, որտեղ մենք միշտ նվիրում ենք այս օճառին մեր հյուրերին, այսինքն այս Չի նայել եմ, ասում ես նայել եմ։ Դու պոլիտեղար։ Պոլիտեղա, այո, որովհետև Միջարուցի մոտ մի հատ պոլիտ կար հեռացրել են։ Միջարուց քանի որ չես նայել մեր հաղորդումները, քեզ ասեմ, որ տենց ավանդույթ ունենք, որ հյուրերը մեկը մեկին նվեր են փոխանցում։ Հիմա Ջամշոյանը գորը նվեր է փոխանցել, էդի ուզում ենք հանձնենք քեզ հատուկ։ Ջան։ Ահա, խնդրեմ։ Բայց հալա։ Օպ, պետք է դնես։ Ահա։ Տեսար։ Խնդրեմ, այմա Արա պապիկ։ այմա դարեր Անտոն։ Այ հիմա իմացի, որ սրանից հետո մեր հաղորդումները չնայես, այսպես դուրսս գալու դուրսը ման գաս, գնաս գործի տատու։ Ան, ու քանի որ դու չես նայում մեր հաղորդումները, հետեւաբար չգիտես, որ դու էլ պետք է նվեր տաս մեր Իհարկե, ես մյուս հյուրին, ով է մյուս հյուրը լինելու։ Վալոդը ասենք։ Վալոդի Վոլոդյան։ իմ կողմից նվեր ունեմ փոխանցել։ Դե դուր փոխանցենք։ Ես ասի պատրաստ եմ։ Հենց հիմա։ Հա, բա հիմա է։ Քարտով տա։ Վաղը 7 Քարտով, Չէ, ես անձամբ կբերեմ։ Չէ, դա արդեն առանձին հաղորդում ալնելու։ Այդ ուրեմն պիտի գրենք Սուսիկի Նիսիայի թեատրի մեջ։ Այո, Խոհանոցում, կախնիկ երեք բացում